Ամենամեծ ճշմարտությունը մենք մոռանում ենք։ Արցախի կորուստը։ Արցախը կորած է։ Սին հույսեր փայփայել, թե Արցախը հետ ենք բերելու, սա մեծ ինքնախապեյություն է։ Սա մեծագույն խապեյությունն է, որ կարող ենք ասել։ Արցախը անդարձ կորած է։ Անդարձ ասելով ես համարում եմ մեծ սերնդի համար։ Կարող են հաջորդ սերունդը, որովհետև Արցախը անդարձ կորած էր նաև 1922 թվին։ 1922 թվին, որ հանձնեց Արցախը Ադրբեջանին, ոչ ոք կենտանի չէր երևի 88-90-94 թվականների։ Նրանք հանձնեցին և իրենց համար անդարձ կորավ։ Հիմա մենք հանձնեցինք և մեզ համար կորած է, այդ ճշմարտությունը ստեղից է սկսում։ Այս ցավալի ճշմարտությունը, ով որ գա իշխանության, այս ցավալի ճշմարտությունը պետք է ասի։ Այլապես, եթե գանք այս ալիքի վրա ասելով, դեկեք մենք գալիս ենք այս Արցախի հետ ենք բերելու։ Խալատ ենք անելու, ոչ մեկը չի կարողանալու Արցախի հետ բի։ Մանավանդ, ես ուրիշ անգամներ եմ ասել։ Օբյեկտիվորեն դա լիուլի հնարավոր է։ Արցախը հետ բերել չէ, Նախիջևանը հետ բերել է հնարավոր։ Կարսն ու Արդահանը հետ բերել է հնարավոր։ Օբյեկտիվորեն։ Բայց դուք դի հաշվի առնես, թե սուբյեկտիվորեն ինչ վիճակում ես։ Սուբյեկտիվորեն, իսկի դու այսօր հարց ունես Երևանը պահելու։ Որևիցե մի քայլ անելուց պետք է օբյեկտիվ եւ սուբյեկտիվ նախադրյալները մի հատ քննես, բռնես, գցես, բռնես, մտնես, ելնես։ Զգացական բանը, հայի համար զգացականից դուրս գալը դա թիվ 1 խնդիրն է, չի կարողանում։ Դες նույնիսկ պարոն Հակոբյանի մոտ շատ տեսա այդ զգացականը, Սարդարապատ։ Սարդարապատը խայդարագություն է։ Ինչի մարա խայդարագություն, որտեղ միակ հաջողված դեպքն է հազարամյա պատմության մեջ։ Ոնց կարա հայ ժողովուրդը մի հաջողված դեպք ունենա հազարամյա պատմության մեջ։ Սա խայդարագություն է։ Բայց մենք այնքան զգացական ժողովուրդ ենք, որ այդ խայդարագությունը դարձրել ենք բան։ Մեկ այլ խայդարագություն։ 300,000 զոհ ենք տվել մեծ հայրենականին։ Նույնքան զոհ տվել ենք առաջին համաշխարհային պատերազմում։ Հասկանում եք 300,000 զոհ։ 300,000 18, 20, 25, 30 տարեկան այն ժամանակ ժայալն էր։ Այդ 300,000 զոհը ոնց է մարսել այս ազգը, որ հիմա 5,000-ը չի կարողանում մարսել։ Ոնց է 14-18 թվի 300,000-ը մարսել, որ հիմա այս 5,000-ը չի կարողանում մարսել։ Գոգորտին է կանգնե։ Եվ հիմա որ ասում եք պատերազմ կլինի, բոլորը սարսափում են, պատերազմի չեն սարսափում, պատերազմը արդեն է, այս մեջն եք պատերազմի։ Բայց սա անզոհ պատերազմ է։ Մենք տարածք ենք տալիս, զոհ չենք տալիս։ Տարածք ենք տալիս, զոհ չենք տալիս։ Տարածք ենք տալիս, զոհ չենք տալիս։ Սրան համաձայն ենք։ Բայց պետք է լիներ հագարակը։ Պետք է զոհ տայինք 1, 10, 100, 1000, 10,000, 100,000, բայց տարածք չպետք է տայինք։ Ուրեմն մեր մտածողության մեջ պատերազմը զոհ տալն է։ Սա մեծագույն թյուրըմբռնումն է պատերազմի մասին։ Մարդիկ չեն պատերազմում մարդ սպանելու համար։ Ոչ մեկը չի պատերազմել այս ամբողջ համաշխարհային պատմության մեջ, ոչ մեկը չի պատերազմել մարդ սպանելու համար։ Պատերազմել է տարածք գրավելու, տարածք սեփականացնելու, տարածք պահելու համար։ Անկախ զոհերից։ Հայի մոտ այս մտածողությունը չի։ Հայի մոտ լրիվ տարբեր է։ 30,000 փրկեցի, հերոս եմ։ Չել փրկել, հարցը դա չի։ Որովհետև 30,000-ին չէր կարա 500 հոգի շրջապատեր։ Պատմությունը համաշխարհային ռազմագիտությունը չունի դենց օրինակ, որ 500 հոգին շրջապատի 30,000 հոգու։ Եվ 30,000 հոգին ստիպված լինի կամ հանձնվել, կամ
Սպասայիսը բեքստվեմ ասում չէ Մաուգլի։ Հայ մոտ ամեն ինչ սխալ է։ Ամեն ինչ սխալ է, հաղթանակը սխալ է, հաղթանակի հասկացողությունը սխալ է, պարտության հասկացողությունը սխալ է, պետության հասկացողությունը սխալ է, եկեղեցու հասկացողությունը սխալ է։ Չի հասկանում եկեղեցին, չի ճանաչում իր եկեղեցուն, չի սիրում իր եկեղեցին, իր սեփականը չի սիրում։ Ուրեմն օբյեկտիվ իրականությունը սոսկալի վատ է, հայեր։ Ես որ խոսում եմ պեսիմիստ եւ ինչ ասում եմ, ես անուղղելի վադատես եմ։ Անուղղելի վադատես եմ, որովհետեւ 40 տարի աշխատում եմ այս ազգի մեջ 0.4% հաջողություն չեմ գրանցել։ Դες ասեց Սետրագը ասեց Սրբազանին հարգում են։ Սրբազանին հարգում են, բայց ով է լսում։ Ես են բանի ծեր կեսրարի նման եմ, հա, տան մեջ որ փնփնթում է ճիշտ բաներ է ասում, ես լույսը վառած թողիկ, այնտեղ կատը թափավ, այնտեղ ճաշը սարացրիկ, այնտեղ յուղը փչացավ, հասկանում ես, բայց հարցները խնդում են քթի տակ, ասում են դե բիձա, հա։ Խոսում է։ Հարգում են, բայց պապա ասում են, ոտները լվանում են։ Հիմա այդ է ինձ վերապահված հարգանք սրանի նման։ Ո՞վ է լսում։ Եթե ինձ լսող լիներ, հեղափոխությունը վաղուց պետք է լիներ։ Իշխանություն փոխելու ընդամենը ես 3 ճանապարհ գիտեմ։ Դուք եթե 4-րդը գիտեք, ասեք։ Այսօր անդրություն, իբր թե կամ իբր թե անդրություն կամ անդրություն։ Երկրորդը հեղաշրջում, երրորդը ժողովրդական ապստամբություն։ Ուրիշ կա։ Կա ուրիշ, չկա։ Երեքն էլ անհնարին է։ Երեքն էլ անհնարին է։ Սուբյեկտիվորեն, օբյեկտիվորեն հնարավոր է։ Մի հատ վերանանք sense բանի մեր իրականությունից հնարավոր է։ Բանը որը սկսել էր Չալաբյանը հայաքվեն, մայաքվեն, եկել էր ստեղ ինձ էր բանանում։ Ես գնացի, ես չեմ հավատում։ Այո, Սրբազան լավատեսություն։ Չէ, ես չեմ հավատում։ Ասեց ինչու չեք հավատում։ Նաև վեապարի մոտ է եղել բանը, վեապարի մոտ եմ ասել։ Ասել եմ, որովհետև քո պատկերացումներ հայ ժողովրդի մասին գերագնահատված են։ Դու չես ճանաչում հայ ժողովրդին, հայ ժողովուրդ ասված։ Չես ճանաչում։ Դու շատ իդեալական պատկերացում ունես հայ ժողովրդի մասին։ Եվ ընդհանրապես հայ ժողովրդի ինքը իր մասին շատ սխալ պատկերացումներ ունի։ Ինքը կարծում է ինքը ամենաիդեալական ժողովուրդն է։ Բայց ինքը ամենախայտարակ ժողովուրդն է, ամենահիվանդ, ամենաբուժման կարիք ունեցող։ Բայց իրեն ամենաառողջ համարող։ Ախտորոշումը ստեղ է, մինչև հայը չհասկանա, որ ինքը հիվանդ է, ոչ մի ձև չի բուժվի։ Հիմա 4 հոգի կհավաքվեք, կորոշեք, որ հիվանդ էինք, այդ 4-ը կդառնա 40, 40-ը կդառնա 400, 400-ը կդառնա 4000, այս ձևով է միայն բուժումը։ Այդ ճշմարտությունը, որ ասում է, ճշմարտությունը ճանաչեք, ասում Ավետարանը, ճշմարտությունը ձեզ ազատ կդարձնի։ Ոչ մի բան ազատ չի դարձնում մարդուն, բացի ճշմարտության ճանաչումից։ Մենք ստրգության մեջ ենք մեր կարծրատիպերի, ոչ թե այն իմաստով, որ այս իշխանությունն է օգտագործում կամ արևմտյան հասարակությունն է օգտագործում կարծրատիպերի, այլ մեր սեփական կարծրատիպերի, որը նաև մեր արվեստի, մշակույթի, գրականության մեջ է։ Մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում, ուղղակի մեր բախտն էր ուրիշ, ոչ մեր բախտը ուրիշ է, այո, մեր բախտը ուրիշ էր, մենք պետք է լինեինք այս տարածքի ամենահզոր երկիրը, տվել էր Աստված այդ աշխարհագրությունը, տվել էր 300,000 ամրոց, 300,000 քառակուսի բնական ամրոց, տվել էր։ Բան մի բնիկ ազգ, որտեղ 4500 տարի ապրում է, կունենա 30,000 քառակուսի կիլոմետր, եւ դա էլ հարց ունենամ, թե չունենամ։ Այս հիվանդությունը երբ պետք է մենք ախտորոշենք, որ ամբողջ 4500 տարվա մեջ մենք ընդամենը մի հատ Տիգրան մեծ, 2000 տարի անցել է Տիգրան մեծից, այդ տղա, ուշքի արի։ 4500 տարվա մեջ մի հատ հայկիներ ունենք, հասկանում ես, մի հատ ավարայր
որը մեծ հարցական է, իրականության մեջ մեծ հարցական է, թե հաղթանակ է, թե հաղթանակ չի, եւ Սարդարապատ։ Մեծ հայրենականներ մեզ բան ենք անում, սեպականացնում ենք, Ռայստագի կողքը քոչարի ենք բայ։ Դուք եղել եք Ռայստագի կողքը հսկայական սովետական բանակի իբրև փոքրիկ, գուցեև կարևոր վինցիկ։ Դու չես հաղթել Գերմանիայի։ Թե մենք հաղթել ենք, դու չես հաղթել Գերմանիայի։ Դու մասնակցել ես այդ հաղթանակին։ Լավ ես մասնակցել, մարշալներ ես տվել, գեներալներ ես տվել։ Մի գերագնահատիկ ես։ Մի գերագնահատիկ ես։ Քո գերագնահատելու արդյունքն է այն, որ Նիկոլն այսօր քո ղեկավարը։ Եվ Նիկոլը մի ճիշտ բան արեց կամ լավ բան չարել, լավ չէ, էլի ճիշտ։ Ցույց տվեց մեր էությունը։ Բայց մենք չենք ուզում համաձայնվել, որ դա մեր էությունն է։ Ասում եք, չէ, դավադրություն է։ Թուրքական գործակալներ, եթե գիտեիք բազգային անվտանգություն չունենայիր։ Ու երբ որ դու մի ազգ ես, որ $100 կարա քո սպան ծախվի։ Իշքան ուզում ես ասա, բանակս ես, բանակնես, բանակալա, լավ խորհրդներ ունեցել ենք, լավ գեներալներ ունեցել ենք, լավ սպա ունեցել ենք, բայց բանակը պարդված, ջախջախված բանակ է այսօր։ Չենք ուզում ընդունել։ Ինչ չենք ուզում ընդունել, որ մեր բանակը այսօր պարդված, ջախջախված, հուսալքված, բարոյալքված։ Էնա խոսում է մարդը, ասում է, չէ, Նիկոլ ասում է 50% է։ 50%-ը փախնում է բանակից։ Ազատվում է, զանազան պատճառներով։ Այստեղ Նիկոլն է մեղավոր։ Նիկոլն է դասավորում 50%-ի բանակից փախնելը։ Իմ մտերիմները առանց ամաչելու, գիտեն իմ կեցվածքներ բաններ, իմ մտերիմներ առանց ամաչելու դեմ նստում են, ասում են, որ իմ տղեն բանակ պիտի չգնա սրբազան։ Ամոթանք եմ տալիս, ես եմ անում եւ արին։ Չպիտի գնա սրբազան։ Ում է պետք սրբազան այդ հարգանքը։ Եթե իր մտերիմին չի կարողանում բացատրի, գիտես ինչ, պետք է բանակ գնաք։ Եվ անխտիր պետք է գնան, բոլորը պետք է գնան։ Կանայք պետք է գնան։ Դա անխուսափելի է հայկական իրականության համար, դա անխուսափելի է։ Այս գեոպոլիտիկ, ռեալ պոլիտիկ, գեոպոլիտիկ այս բանում տարածքում, եթե մենք ուզում ենք հայկական պետականություն ունենալ, եւ ոչ թե այս խղճուկ չնչին ողորմելի սահմանների մեջ, ուրիշ ձև չկա, քան լինել գեր ռազմականացած պետություն։ Սա տերները պետք է ասի։ Հա։ Ես պետք է ասեմ սա։ Ուրիշ ճանապարհ չկա։ Մնացած բոլոր ճանապարհները բերելու են հայկական ինքնության, հայկական պետականության վերացման։ Անունը դարձյալ ասում եմ, կպահպանվի Հայաստանի Հանրապետություն։ Կդառնա մի 100 տարի հետո կասեն Էրմենիստան Թուրք Ռեսպուբլիկасы, այսինքն Հայաստանի թուրքական հանրապետություն։ Կդառնա տարածքային անվանում Հայաստանը։ Եղել է, չէ, Հայաստանը եղել է արաբական խալիֆատի մեջ, անկախ պետություն չէր, ինքը տարածքային միավոր էր Հայաստան։ Նույնը պարսկական կայսրության մեջ տարածքային միավոր էր Հայաստան։ Եվ Հայաստանը կար, երբ որ Հայաստանի պետությունը չկար, Հայաստան աշխարհագրական միշտ եղել է։ Հռոմեական կայսրության մեջ գնում են Հռոմ ցույց են տալիս, դες Հայաստան, ընդ որում բանի մեջ է, էլի, հռոմեական կայսրության մեջ։ Հա։ Միայն Սուլտան Համիդն է, որ արկել է, չէ՞, Հայաստանը չօգտագործի։ Մինչև Սուլտան Համիդ Հայաստան ազատորեն օգտագործում էին հայերը։ Իբրև աշխարհագրական տեղանուն։ Հենց որ Հայաստան անունով չի նշանակում, որ Հայաստան կա։ Մենք ես զգացական բաներով ենք ապրում, զգացական բաներով, ռեալ պոլիտիկ, հայը ու ռեալ պոլիտիկն ու
Այսօր այդ մինիմալիզմը որով բան է, սա ես միշտ ասել եմ, որ այս մինիմալիստական բանը ուզենք չուզենք կլինի, ազգի մեջ պետք է լինի։ Արարատը տանք հանգիստ ապրենք, Ղարաբաղը տանք հանգիստ ապրենք, թուրքերին թողնենք, այս պետք է լինի, բայց սա պետք է լինի չնչին փոքրամասնություն։ Իսկ այսօր չնչին փոքրամասնությունը մենք ենք։ Եվ չնչին փոքրամասնության իշխանության գալ միայն հնարավոր է անհնարին ճանապարհով։ Հնար չկա։ Եթե դուք տեսնում եք այդ հնարը, ցույց տվեք։ Հեղափոխություն չի կարա անի փոքրամասնությունը, հեղաշրջում չի կարա անի, եթե հեղաշրջում անելու ունակ լիներ այդ ազգային անվտանգության եւ բանակում կլիներ, ընտրությունով անհնարին է, ընտրությունով բացարձակավ ամենաանհնարին ընտրությունով է։ Բանակը եթե բանակ լիներ, ինքը կնայեր, կկանգներ ու կասեր, թե ոնց է Արցախը հայաթափվում, կամ կասի ես թույլ եմ, ինչ բանանեմ, ես էլ կորցնեմ, էսի հայի եսի բանակի պահված կա, ես դե չեմ հասկացել բանակը։ Ես եմ սխալ հասկացել երևի։ Եվ ես կանից հետո բան անել, թե հիմա ես հունվարի 28-ին ոչ բանակի տոն եմ նշում, ոչ էլ բան, թող ինձ ներեն զոհ բանը։ Ես պարտված բանակի տոնը չի պետք է նշեմ։ Երբ որ իմ բանակը կվերագտնի իր փառքը, ես ժամանակ կնշեմ։ Ես ջարդված, կոտրված, Արցախի ցեղասպանությանը բանով բինոկլով նայած բանակին, ինչ պետք է նշեմ։ Արցախը հավետ կորցրած։ Բակրատ Սրբազանը կա, ինքը լավատես է, ես միշտ ասում եմ, ինքը լավա, ով ուզում է լավատեսություն, գնացեք, համեցեք։ Սիմեոն Երևանցու ժամանակ, ուրեմն Սիմեոն Երևանցին լավ քարոզ էր խոսում, բայց քյոսա էր։ Մարդիկ ասում էին, այս քյոսենով է, մեջ տեսք չունի էլի։ Եվ կար մի հատ Մովսես անունով, հոգևորականով փառահեղ տեսք ուներ, գեղեցիկ տղամարդ, շքեղ մորուք, բան եւ այլն, այս էին ասում բան։ Այն ժամանակ էլ այդ խոսքը կար, ասում էր, թե մորուք կուզես Մոսես, թե քարոզ կուզես Քյոսես։ Պատմությունից օրինակներ են բերում, սովորեք։ Հիմա այս իմ բանն է, եթե լավատես եք ուզում, տավուշ, ճանապարհը բաց։ Ես վադատես եմ, բայց վադատես ասելով, ես չեմ ասում, թե բուժում չկա։ Ես չեմ ասում փրկություն կա, բայց եթե հասկանանք, որ հիվանդ ենք, եթե ինձ բժիշկս քննի, ասի, որ գիտես ինչ, քաղցկեղի 4-րդ ստադիայում ես, այսօր եկուց ես, ես պետք է ասեմ, ինչ ես խոսում, Դինդունեմ չէ, որ հիվանդ եմ, որ բուժվեմ, շանս ունենամ բուժվելու։ Իսկ ես այս բաները, որ խոսում եմ, բացեք նայակ ինչ հայույակներ եմ ստանում։ Ես ամաչում եմ, այդ հայույողների տեղն եմ ամաչում։ Այդ տղա ջան, աղջիկներ կան հայույող։ Այսինքն, ես ձեզ ինչ եմ արել։ Ինչ եմ արել ձեզ։ Կամ որևիցե մի տերդեր, ինչ արել ձեզ։ Խեղճ մարդը հակել է այս սքեմը, այս անհաջող, անհարմար, նվիրվել է ձեզ ծառայության, ինչ արել ձեզ, որ այդ հայույակների եք արժանացնում։ Ընդամենը ասել է, որ հիվանդ եք բուժվեք։ Ուրեմն իմ ես վերջին 6 տարվա, միայն 6 տարվա, այն ժամանակ 6 տարվա գործունեությունը ինչ պարզ չի, որ ես ինչ եմ ասում։ Քանի անգամ ասի բացեի բաց ռազմական հեղաշրջումա պետք, պատերազմի օրերին ասի։ Եվ նախագահներին ասեցի, Քոչարյանին եւ Սերժին։ Ասի լավ դուք, պարոն նախագահ Քոչարյանի, 10 տարի նախագահ եք եղել, դրանից առաջ մի տարի, 2 տարի էլ վարչապետ, չէ՞։ Այդքան տարի էլ Ղարաբաղի նախագահ։ Դուք ձեր կողմնակից, գաղափարակից ոչ մի գեներալ չունեք։
ոչ բանակում, ոչ ոստիկանություն, ոչ ազգային անվտանգություն, որ բան ձեր կողքը կանեն եւ հեղաշրջում իրականացնեն։ Եթե իրենցով է, Սերժ, դու ավելի 10 տարի նախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության նախարար, ազգային անվտանգության քարտուղար, պաշտոն կա որ չես տարել, հա, շախմատի ֆեդերացիայի նախագահ, դու ոչ մի գեներալ քեզ նվիրված չունես, ոչ ոստիկանությունում, ոչ ազգային անվտանգությունում, ոչ բանակում, որ ելես փողոց պատիվ ունեմ, մատիվ ունեմ։ Դա ռեալ պոլիտիկի ինչի մասն էր խոսում, բայց ռեալ պոլիտիկն է, չէ որ ընդրությունով չի հնարավոր չի սա փոխել։ Ուր եք գնացել ընդրության, ուր եք մտել ընդրության։ Նշանակում է ձեր նպատակը, փոխելը չի։ Դա ձեզանից լավ ով պետք է իմանա, որ եսի ընդրությամբ չի փոխվի։ Ինչով ենք զբաղված եղել մենք 30 տարի։ Մենք 30 տարի պետականություն չենք ստեղծել, մենք պետականության իմիտացիա ենք արել, դրա համար չարաչար հադուցում ենք։ Մենք 30 տարի հեգնել ենք Ալիևներին, իսկ Ալիևները ստեղծել են պետություն։ Հիմա էլ էս ավանակը, ասում այո մեր բրենդը դեմոկրատիան է։ Ումա պետք արա քո դեմոկրատիան։ Երբ որ երկիրն ես վարի տալիս, դեմոկրատիան ավելի մեծ արժեքի, քան հայրենիքը, քան հայրենիքի սահմանների մեծությունը, կարելի է հանուն դեմոկրատիայի զիջել տարածք, դե թող զիջեր են, Ալիևը ինչի չզիջեց։ Են քիլդի միլդի մուլտիկ ունեի, չէ, 30 տարի այդ քիլդիմով ապրանք, և իրոք էլ հավատում էի, գիտես, որ այդ քիլդիմն է, որ հայ զինվորոնես բանով, իսկ ինչ պարզվեց իրականում։ Եվ մի այսօր էլ մի թերագնահատեք, սխալ է որ թերագնահատեք Թուրքին, մի թերագնահատեք Թուրքին։ Ձեզ մի գերագնահատեք, Թուրքին մի թերագնահատեք։ Եթե թուրքը վատն է, ինչու է նստած ձեր երկրում։ Այս հարցը տալիս եք ձեզ։ Ինչու է սարի վրա հենց անի հենց դիմաց գրած Սարի վրա օնջե վաթան։ Ինչ է նշանակում օնջե վաթան։ Թուրքերեն էլ սովորեք, պետք է գա։ Ամենից առաջ հայրենիք, նախ եւ առաջ հայրենիք, այսինքն հայրենիքից կարևոր բան չկա։ Իսկ ո՞րն է ինքը հայրենիք համարում, որտեղ որ իր զինվորը կանգնած է, եւ ինչը որ խլելա քեզանից եւ լավ է արել խլելա։ Ողորմելի չլնեիր չխլեր։ Ես հրյան 1900 տարվի իր ողորմելիությունը թոթափում է։ Ասում 1900 տարի ընդունում է իր ողորմելիությունը, որ 1900 տարի ողորմելի է եղել։ Չի ասում 1900 տարի ես հերոս, սենց, դες բան չեք լսի։ Ասում որ 1900 տարի ես ավանակ եմ եղել, հիմա չպետք է լինեմ։ Եվ չի լինում, կոդորում է գազային։ Գազան գալնի չի լինի, անկախության գազնի չի հասնի, եթե հեշտ կարևոր չի։ Են միտիս հողի վրա, որ գազան պետք է անկախանա, խերն է մանից այդ անկախության։ Աշխարհի ամենախիտ բնակեցված շրջանն է գազան։ Իրար վրա են ապրում։ Անկախության վրա հաշիվ կա, չէ՞, հիմա նույն 30,000-ն է, 30,000 անկախություն եք կերտել, ոչ մի բան չեք կերտել, այդ անկախությունը երկնքից ընկել է 18 թվին, մի հատ էլ ընկավ 91 թվին։ Պետք էր վերցնել, ասել ես ինչ լավ բաներ, ու զորանալ, չէ, վերցնենք ու կերանք։ Որտեղ մեզ ինչա պետք, քեշ փող։ Եվ այս հիվանդությունը, որ ասում է սրբազանը, պարզվում է սրբազանը բանագինակ կա բնում, ազգինակ կա բնում, սարանակ կա բնում, թուրքին էլ գովում է։ Ի վերա այսր ամենայն էլ երիք չի, հայրին այ պանում ալը մի հատ էլ թուրքին գովում է։ Ես ոչ թուրքին եմ գովում, ոչ հային եմ այ պանում, ես ասվեմ, այս մարդը հիվանդ է, այս մարդը առողջ է։
Հիմա եթե դու բժիշկ ես, օբյեկտիվ բժիշկ ես, հայ հիվանդ մտնում է, նրա համար որ հայ է, դասես առողջ ես, թուրքը որ մտավ, նրա համար որ թուրքա, դասես հիվանդ է։ Չի կարելի, չէ՞։ Այս զգացմունքային, զգացական, որ ավելի կանանց մոտ լիներ 20,000 կանանց կասեին հա լավ, կանայք դենց են, բայց տղամարդիկ դենց կլինեն։ Հիմա վերջացնեմ ասածս, որպեսզի շատ երկար չլինի, դիագնոզի վերջնական բանը, հա, եզրակացությունները, Սասունցի Դավիթները պետք է շատանան, ցռան վերգոները պետք է պագասեն։ Որը զգում եք, որ դուք Սասունցի Դավիթ եք, պետք է բազմանաք, շադանաք։ Սասունցի Դավիթների տոգոսը գոնե պետք է հասնի 2%-ի։ Մի տոգոսը չի գերազանցում այս ազգի մեջ։